խորհրդի ամբողջական հաստատելը նախագծի այդ քննարկվող նոր փոփոխությունների օգտին կարևոր է թե կարևոր չէ։ Դուք չեք կարծում, որ դա պետք է խորհրդում քննարկվի հաստատվի նոր քպականների ներկայացնել։ Ես կարծում եմ, որ ժամկետներում մենք պետք է ունենանք սահմանափակումներ, գոնե թե մեր մտքում, եւ ես ստանձնել եմ պարտականություն պատրաստել տեքստը եւ մաս ներկայացնել քննարկման խորհրդին, ու այդպես էլ անում ենք, խորհրդում քննարկումները շարունակվում են եւ տեքստ պատրաստ լինել ասելով կարող ենք մեկնաբանել թե ինչ ենք հասկանում։ Մեզ համար տեքստը պատրաստ է, իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում եւ մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որպեսզի չքննարկված հարցեր չմնան։ Եվ քանի որ process-ը ստատիկ չէ եւ այնպես չի լինելու, որ տեքստը հրապարակվեց եւ վերջ։ Այսինքն մենք տեքստ հրապարակելու ենք կամ դրույթներ հրապարակելու ենք, որպեսզի հանրության զգացողությունները շոշափենք ու անդրադարձ ունենանք, այսինքն կարծիքներ հավաքենք, փոփոխենք եւ դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ համատեղ։ Այսինքն սա դինամիկ գործընթաց է, որը նաեւ տևող է եւ հրապարակումից հետո չի նշանակելու հրապարակումը, որ աշխատանքները այդ կետում ավարտվում են, այլ նշանակում է հակառակը, որ աշխատանքները նոր տեմպով շարունակվելու են։ Այսինքն դեռ հանրային քննարկումներ եւ այլ միանշանակ դրա չի կարող լինել։ Մարդկանց կարծիքն ենք նաեւ նստում ու հետ են գնում նորից քննարկում եւ այլն։ Օրինակ մարդիկ դիմադիրները եւ ոչ միայն կոնկրետ շատ խիստ քննադատում են այդ անկախության հռչակագրի չլինելու հարցը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ իրենք դեմ են դրան։ Դուք օրինակ խորհուրդը պատրաստվում այդ հարցը քննարկել։ Մենք բոլոր հարցերը քննարկել բոլոր հարցերը քննարկվելու են խորհրդում, խորհրդում են հավաքված մարդիկ, որոնք ունեն շատ տարբեր կարծիքներ եւ մենք պարտավոր ենք լսել յուրաքանչյուրի կարծիքը, բայց վերջում ինչպես կորոշվի ամփոփել նախագիծը, դա կմնա եւ նորմալ է, որ մնա կառավարության հայեցողությանը եւ դրանից հետո կրկին որոշողը լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ մի հարցելու վերջ, էսելու ավարտում եմ ես այս թեման, ընկերներ կներեք։ Հա, Տիկին Գալյան, իսկ երբ այսպես է, չէ՞ կարծես թե առաջին օղակը որտեղ պիտի հաստատվեր քվեարկեին, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն էր, որը որոշմամբ ստեղծվել էր, լուրջ կառույց է, այսպես։ Ու Նիկոլ Փաշինյանը մինչև խորհրդի հաստատելը արդեն հայտարարում է, որ իրանք կողմ են, իրենց թիմը որ մեծամասնություն է, իշխանություն է, որ չլինի անկախության հռչակագրին հղում նոր նախագծում։ Սա օրինակ ճիշտ է, երբ իր որոշումը մինչև խորհրդի քվեարկությունը հայտարարում արդյոք չի նշանակում, որ այդպեսով ազդեց խորհրդի կարծիքի վրա։ Չազդվեն, հիմա ասենք ինչ տա։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, տեսեք, դուք այնպես եք ներկայացնում կամ ամեն դեպքում իմ ականջին է այդպես հնչում, որ երբ որ մենք տեքստը հրապարակեցինք կամ հիմա եթե արվում են հայտարարություններ, վերջ։ Արվում են քաղաքական հայտարարություններ, վարչապետը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում։ Խորհրդի անդամներն են, իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը հրապարակայնորեն այդ թվում, եւ ես նախորդ անգամ նշեցի, որ խորհրդի նիստերը բաց են, կարող եք գալ եւ լուսաբանել, եւ ցանկալի է գալ եւ լուսաբանեք իրականում, բայց հաճախ չեք գալիս։ Հա, իդեպ, ինչի չեք գալիս։ Ամեն ուրբաթ լինում է, ամեն ուրբաթ կարող ասել երբե լինելու, բայց ինձ թվում է Սահմանադրության ամբողջ տեքստը եւ ձեզ պետք է հետաքրքիր լինի եւ հանրությանը եւ ձեր միջոցով մենք հանրության նաեւ պետք է տեղեկացնենք, թե ինչ է արվում։ Սրա մասին է խոսքը։ Դա դե նայած դուք ինչն եք համարում հեղափոխական փոփոխություն։ Եթե օրինակ կառավարման կարգի փոփոխությունն է ընկալվում որպես հեղափոխական, այո, կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում, որովհետեւ պարլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսևորումն է մեր ընկալման։ Գալյան, ես երեկվա միջադեպին եմ ուզում անդրադառնալ, բարոյական կողմը մի կողմ թողնենք, բայց այնտեղ երեխա կար նստած եւ Նիկոլ Փաշինյանը գոռում էր այդ երեխայի ներկայությամբ։ Այստեղ երեխայի իրավունքների խախտում։ Ես չեմ ուզում որակումներ տալ եւ դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդի վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք օրինակ մեջբերել վարչապետի հրապարակումը ինչի մասին է խոսքը, ներողություն խնդրելու մասին։
Հիմա դա հարց է, թե պնդում է, թե ինչ է։ Ես վիճակում հայտնվեք, ինչ կանեք, այդ ներողությունը կընդունեիք որպես նաև մայր։ Ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որևէ որակում տալ այն երևույթի մասին, որը տեղի է ունեցել եւ գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որևէ բան չեմ կարող։ Տիկին նախարար ներում են իրավիճակը, որ տեղի է ունեցել, Տիկին Գալյան, տեսեք, բռնության ակնհայտ իրավիճակ էր, երբ որ երեխան բախորած կպել էր մորը եւ այդ շատ լավ պաշտպանության մեխանիզմներ նախատեսված են։ Տիկին նախարար, վերջին երկու անգամ ուրախ ավտոբուսի մեջ չեք, ինչ է կատարվում։ Ինչ է ներողություն իրավիճակը ներկայացնում, ասում եք շատ լավ։ Իրավիճակի մասին չէի ասում շատ լավ, ես խոսքը ավարտելուն էի ասում շատ լավ, այո, գուցե ճիշտ է կամ այսինքն շատ լավը տարբեր ձևերով կարող է մեկնաբանել եւ այլևս խնդրում եմ չմիջամտել այն դեպքում, երբ ես խոսում եմ։ Սա չեք ասում, եւ պետք է հարցեր։ Ուրախ ավտոբուսի վերջի շրջանի շրջակայությունից դուրս եք մնում, ինչ է Չէ, դուրս չեմ մնում եւ եղել եմ ուշադիր չեք եղել։ Տիկին նախարար քիչ առաջ հարցադրում արեցի նաև արտգործնախարար պարոն Արարատ Մեծյանին, ձեզ մի խոսություն եղել։ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է նշում, որ հետամուտ է լինելու Արցախահայերի վերադարձի իրավունքի իրացմանը, որպես մասնագետ խնդրում եմ ասեք, ինչ է ենթադրում միջազգային իրավունքում վերադարձի իրավունքը եւ ձեզ արդյոք հայտնի են այդպիսի ժողովուրդներ, որոնք երբևէ օգտվել են վերադարձի իրավունքից։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչ նկատի ունի ասողը եւ կարծում եմ, որ լավագույն տարբերակը իրեն հարցնելն է, թե ինչպիսի բովանդակություն է պարունակում ասվածը եւ օրինակ ինչպես է ինքը պատկերացնում դրա իրացվելը։ Այսինքն եթե կան իրավական մեխանիզմներ, գուցե դրանք կան, ես չեմ ժխտում, բայց կարծում եմ, որ արժե դրանց մասին հրապարակային խոսել։ Այսինքն հիպոթետիկ ցանկությունների բարձրաձայնումը կարող են բոլորը անել, բայց կոնկրետ ճանապարհային քարտեզի տեսքով ասվածը ներկայացնելը Տիկին նախարար, միջազգային իրավունքում կա այդպես իրավունք, դա է ուզում ճաշկացնել վերադարձի իրավունք։ Չեմ կարող ասել։ Վերջին հասարսու դեպքը 1 տարեկան երեխային, որ խորթմայրը ծեծել էր, հիմա կալանավորված է, հնարավոր է նմանատիպ դեպքերը գոնե կանխելու կամ չգիտեմ, թիվը նվազեցնելու համար քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնեն պատժի փոփոխության հետ կապված, որը կարող է չէ որոշակի առումով նաև այս իրավիճակները մեղմացնի։ Ախր առանձին դաշնությամբ սպանության համար նախատեսված է ընդհանուր մինչև ցմահ ազատազրկում։ Այսինքն դրանից ավել ինչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից։ Մապատիչ նախատեսվի։ Չէ, ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը եւ Եվրոպայի խորհուրդը մապատիչ ձեռքգոտի են եւ մարդու իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ կոնվենցիան դրա լրացուցիչ արձանագրություն մասնավորապես արգելում է մահապատիժը։ Բայց նման դեպքերի կանխարգելման համար ինչ աշխատանքներ են տարվում։ Վերցիկնորություն ասեմ դրա համար։ Մեր գործընկերությունները։ Տիկին նախարար, վերադառնալով կրկին մետրոյի միջադեպին, վարչապետը անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով, թիմակիցներով մտնում է վագոն, քաղաքացու կամքին հակառակ փորձում է ինչ-որ առարկա, այս դեպքում Հայաստանի Հանրապետության քարտեզի լոգոն, տարբերանշանը առաջարկել, քաղաքացին մերժում է, վարչապետը շարունակում է պնդել, սա չեք կարծում, որ այդպես մեծ թվով ախրանիկներով կնոջ երեխայի նկատմամբ այնուհանդերձ հոգեբանական բռնություն է գործադրվել։ Դուք սա դուք կարծում եք այդպես։ Իմ կարծիքը, ես նախարար չեմ, իմ կարծիքը չի հետաքրքրում։ Շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ ձեզ հատկապես ձեզ իմ կարծիքը հետաքրքրում է եւ շատ շոյված եմ։ Բայց եթե դուք տեսնում եք քրեորեն հետապնդելի արարք վարչապետի արարքում, խնդրում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք։ Ես իմ կարծիքը կպահեմ ինձ եւ կասեմ նույնը։ Վարչապետը ինքն է արձանագրել այդ դեպքի բնույթը եւ պատրաստակամություն է հայտնել ներողություն խնդրել։ Ես չեմ կարծում, որ եթե պատկերացումը լիներ այնպեսին, որ ամեն ինչ նորմալ է, նմանատիպ հայտարարության մենք կառերեսվեինք առհասարակ։ Եվ հետեւաբար նորից եմ կրկնում, չեմ անում որևէ մեկնաբանություն։ Բայց դուք անդադ ինձ ստիպում եք մեկնաբանություն անել։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ։
Ես կրկնում եմ, բացեք վարչապետի պաշտոնական էջը եւ ծանոթացեք բոլոր Գլխավոր դատախազի պաշտոնի հավակնություն ունեք։ Ոչ, ես արդեն այդ մասին Ներողություն, տիկին նախարար, այդ մետրոյի միջադեպը արդյոք մտնում է վարչապետի ամեն առավոտ ցույց տրվող այդ ձեռքերով շարժման դրամաբանության մեջ, թե ոչ։ Ես արդեն ասացի, չեմ մեկնաբանելու եւ չեմ շեղվելու այլևս այս սկզբունքից։ Եթե ասում եմ չեմ մեկնաբանելու, չեմ մեկնաբանելու, որքան էլ որ նույն հարցը։ Ինչպես ասում եք, վարչապետը ներողություն է խնդրում, բայց իշխանական լրատվամիջոցները շարունակում են արցախցիների նկատմամբ ատելություն գեներացնել, չգիտեմ ինչ որ հին այսպես գրառումներ են նորից թարմացնի եւ այլն, եւ վարչապետը ներողություն է խնդրել։ Ինչու է իշխանական լրատվամիջոցը նորից արցախցիների նկատմամբ այսպես մենք եթե չեմ սխալվում նախորդ շաբաթ օրը չեմ հիշի, բայց ներառականության մասով շատ մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների իրավունքների պաշտպանությանը եւ այնտեղ մեծաքանակ մարդիկ կային, որոնք որ պատրաստ էին եւ արդեն բնակություն էին հաստատել Հայաստանի Հանրապետությունում եւ օգտվում էին այն սոցիալական ծրագրերից, որոնք առաջարկում են հենց կառավարությունը եւ այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ առհասարակ վարած քաղաքականության տեսանկյունից, այլ ընդհակառակը հոգատարություն եւ մեծ խնամք եւ մեծ ցանկություն աջակցելու։ Եվ հետեւաբար խնդրում եմ այլևս չփորձել այնպես մեկնաբանել, որ տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ կարող է որևէ կետում ատելություն գեներացվել, ընդհակառակը կառավարության բոլոր ծրագրերը միտված են հոգատարության ու խնամքի դրսևորմանը։ Բացեք ծանոթացեք կառավարության ծրագիրը վարչապետի մակարդակով խրախուսվում է։ Մենք տեսել ենք, չէ՞, մարդիկ ինչպես են ցեղասպանությունից այսպես ասած փախել եկել, փրկվել, փախել չէ, ներողություն, բռնի տեղահանվել։ Ու այդ մարդկանց երբ որ ասում են բռնի տեղահանված անձանց հետ կապված այսօր կան եւ գործում են բազմաթիվ ծրագրեր եւ այդ ծրագրերը իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը։ Եվ եթե չլիներ Դե հիմա ես դες փաստեմ ասում։ Դա կապ չունի մարդիկ։ Դե դուք նույն երևույթի մասին եք խոսում։ Ես չեմ մեկնաբանելու դա, չէ՞, չի ստացվում այս Նիկոլ Փաշինյանը եւ Ջեփազրույցում եւ Երեկելն այդ հանդիպումները ամփոփելիս շատ ուղիղ ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա ուղիղ սպառնալիք չի։ Քաղաքական հայտարարություն է։ Պայմանավորվել եք, պարոն Մինասյանն էլ էր ասում արծվիկ այդ նույն բառապաշարով ինչ դուք ասացիք, հետաքրքիր էր։ Տեսեք, քաղաքական հայտարարություն է ընդհանրապես եւ վերջի, որը կրկին չեմ մեկնաբանել։ Նախ դրանից առաջ մենք զուգահեռ ենք խոսում։ Դե լավ, դուք խոսեք։ Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը։ Հետևաբար քաղաքական դեմքերը ազատ են անել քաղաքական հայտարարություններ եւ այդքանը։ Հիմա դեռ ենթալ պատերազմ չէ, որ մարդկանց վախացնում է, որ կպեին ապրում։ Չէ, կոնկրետ պատճառաբանությունը վերում է անգելի գործընկերներ, թույլ տվեք միջամտել ցեն խոսքի եւ ասել, որ վարչապետը հայտարարում է այդ համատեքստում, որ մի շարք քաղաքական ուժեր պատրաստվում են ռևիզիայի ենթարկել խաղաղության օրակարգը։ վարչապետի խոսնակի դեր ստանցնենք։ Վարչապետի Բայց չէ, Պարզապես հարցադրումը անում եք, ես էլ լրացնում եմ ձեր հարցադրումը։ իրական շնորհակալ եմ եւ այնուհետեւ եթե ես չեմ սխալվում, շարունակվում է միտքը հետեւյալ ուղղությամբ, որ դա պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ եւ Կարող եք ասել, որ Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Հայաստանում քաղաքացիական պայմանագրի։ Գիտեք, դուք ինչ ուզում եք կարող եք ասել եւ այդքան էլ։ Գալեն շեշտում էլ անես, կներեք ու վերջ իմ թեմայից էր, երևի դուք սրան պատասխանել եք, կներեք, եթե ես չեմ լսել, եթե քաղաքացիությունը Դանիել Հյուսակյանը առաջարկում են
կամ քննարկել են, նախկինում են առաջարկել եկեղեցու հատուկ կարգավիճակը սահմանադրությունից հանել։ Դուք դրա կողմից եք։ Մենք մեր տեքստում եկեղեցու կտորը այնպես կա նախատեսված, ինչպես այսօր է։ Տիկին Գարյան, քրեակատարողականների մասով դուք անընդհատ նշում եք, որ ապագայում փոփոխություններ են լինելու, այսինքն Նուբարաշյանի մասով մենք առաջիկայում չենք տեսնում, հստակ ժամկետներ նշվում են, Նուբարաշյանը երբ չենք տեսնում։ Իրականում ես համարել որքան շուտ այնքան լավ տարբերակն է գործում, բայց դրա համար իրականում բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում եւ այս պահին բանակցում ենք մասնավոր ընկերության հետ, հասկանալով թե ինչպիսին է լինելու գնառաչարկը, որպեսզի կողմնորոշվենք, թե որ տարբերակին ենք ավելի հակված, բայց վստահաբար այդ ուղղությամբ աշխատում ենք եւ առաջիկայում որոշումը արդեն թղթին հանձնված կունենանք եւ կգնանք Նուբարաշյանը փակելու ճանապարհով, բայց քանի որ նոր շենքի կառուցման կամ առնվազն վերակառուցման հետ են գործ ունենալու, առաջիկա 2 տարիները պետք է նկատի ունենալ։ Իսկ մյուս քրեակատարողականները պատրաստ են լինելու արդյոք Նուբարաշյանի մարդկանց տեղափոխելու, այսինքն ոնց է մարդկանց նոր քրեակատարողական հիմնարկը ծավալային առումով պետք է պարունակի այն քանակակազմը, որը բավարար է, որպեսզի Նուբարաշյանը այլևս գոյություն չունենա։ Այսինքն Նուբարաշյանի քանակությամբ, Նուբարաշյանը որքան անսպասարկում է, այդքան կամ ավել քանակությամբ ստացան 700 մարդու մասին է խոսքը, բայց մենք փորձելու ենք ծածկել 1000-ի խնդիր, իհարկե նաև զուգահեռաբար մենք ուզում ենք, որ ավելի շատ քրեակատարողական հիմնարկներ լինեն, որոնք ունենան բաց ու կիսաբաց ռեժիմներ։ Այսինքն այն կգործի մինչև նոր շինության կառուցումը։ Այո, դեռ կշարունակի գործել, բայց կփորձենք ապավել նվաստան հարաբերնվածությունը Նուբարաշյանի։ Համալրման իրականացում դարվում է թե ոչ։ Ոչ, որովհետև այն կարծիքն ունենք, որ պետք է պատժից ավելի վաղ ազատվեն այն անձինք, որոնք ավելի պատրաստ են վերադառնալ հասարակություն եւ չպետք է դա անել անհասցե։ Անհասցե է ավելի շատ համաներումը, այսինքն իհարկե հանցագործությունների շրջանակ որոշվում է, բայց անհատականացված չէ, կոնկրետ անձանց չենք գնահատում այդ դեպքում, իսկ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի պարագայում անհատականացված մոտեցում է ցուցաբերվում եւ ես այսօր զեկույցում նշեցի, որ 2025-ին ազատվել է 170 անձ պատժից պայմանական վաղակետ, նախորդ տարվա 134-ի կամ 35-ի փոխարեն, այսինքն մենք տեսնում ենք քանակական աճ եւ նաեւ ունենք հանձնառություն ակտիվացնել այս ինստիտուտը եւ լավարկել, որպեսզի առաջիկայում ավելի մեծ քանակությամբ անձինք ազատվեն կամ կարողանան հավակնել ազատվել պատժից։ Տիկին Գարյան, քաղաքացիական պայմանագիրը 6 տարի առաջ ամբողջական քարտեզով էր քարոզարշավը իրականացնում, հիմա կիսատ քարտեզով է քարոզարշավը իրականացնում։ Քաղաքացին, որ հարցնում է ինչու է կիսատ, դուք եկար ասեցիք, որն է ձեր պատասխանը եւ ինչ վստահություն կա, որ այս անգամ ընտրվելիս նորից չկիսի քարտեզը։ Հայաստանի Հանրապետության քարտեզը Հայաստանի Հանրապետության քարտեզն է իր հստակ տարածքով, որի վերաբերյալ կարծում դուք շատ լավ գիտեք եւ պետք չէ մանիպուլյացիոն հարցեր տալիս։ Գարյանը հստակ չէ։ 6 տարի առաջ էլ նույնն։ Իսկ դուք էստեղ եք եղել 6 տարի առաջ եւ հիմա կարող է նկատել եք ինչ-որ բան, որ տեղի ունեցավ մեր կյանքում, որ չէինք ուզում տեղի ունենար։ Նկատել եք, ասեք ինչ մասին է խոսքը։ Իշխանության պատերանք չի լինելու, ես եթե չկամ։ Իսկ նկատել եք, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը տեղի ունեցել եւ ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է եւ մենք պետք է փայփայենք ու այնպես անենք, որ խաղաղ միջավայրում գնանք դեպի կայուն ու զարգացող ապագա։ Ինձ թվում է ինչ-որ մի հատված բաց եք թողել դուք, ուշադիր եղեք։ Իրակի, եթե չեմ սխալվում, տեղեկություն տարածեց, որ Վարդաշեն քրեակատարողականից կարծես կալանավոր էր փախուստի դիմել, դուք ինչ տեղեկություն ունեք այդ մասով։ Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ, այդքանը կարող եմ ասել։ Նախորդ ճեպազրույցներում դուք էլի անդադ խոսել եք, որ ինքնավնասման դեպքերը կանխելու համար կալանավայրերում, այսպես ասած, աշխատանքներ տարվում են, բայց վերջի շրջանում էլի տես մի դեպքեր եղել եւ կանխվել էր կարծես խցակիցների կողմից։ Խցակիցների բարձրաձայնումով աշխատակիցների կողմից մենք, եթե չեմ սխալվում, տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել։ 5 կամ եւ ունեցել ենք 1 ինքնասպանության դեպք։ Այս խոսում եմ բանի մասին, որ ինքնասպանությունները
կանխվում են, բայց գուցեև այո գործիքակազմը բավարար չէ, որ իսպառ կանխվեն կամ վերանան ինքնասպանությունները եւ ինչեր ինքնասպանությունները տարբեր փորձերը օրինակ ունենք մեկ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ, որը ինքնասպանության փորձեր արել, մեկը հոգեկան առողջության խնդիրներ, մեկը չէ, երկուսը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք էին եւ ինքնավնասումների հետ կապված ուզում եմ նշել, որ թիվը էապես նվազել է, մենք վիճակագրություն կարող ենք ներկայացնել կամ հաջորդ ճեպազրույցին ես ձեռքիս տակ խոստանում կունենամ թվական տվյալները, բայց դուք հստակ կտեսնեք, որ օրինակ եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, այդ 100 ինքնավնասման դեպքերը օրինակ կատարվում են 10 անձի կողմից եւ ոչ թե 100 անձի կողմից, այսինքն հստակ կան անձանց խմբեր, որոնք հակված են ինքնավնասումներ կատարելու կամ դիմելու ինքնասպանության։ Աշխարհում էլ է այդպես եւ միայն քրեակատարական հիմնարկներում չէ։ Պետք է նախարար գուցե հարցերը նախորդի բնչել են, ես չեմ ֆիքսել, բայց այդուհանդերձ սահմանադրությունը ունի նաեւ փոփոխելի հոդվածներ, եթե չեմ սխալվում։ Խնդրում եմ ասել, սահմանադրության նոր նախագծում արդյոք փոփոխելի հոդվածներին անդրադարձ եղել է մասնավորապես այն հոդվածին, որը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Ոչ, դա թողնվել է նույնությամբ եւ ազգային ժողովի։ Մենք այն կարծիքին ենք, որ այն ցենզերը, որոնք այսօր սահմանված են, մասնավորապես միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին տարիներին բնակության ցենզը պետք է պահպանվեն եւ պատգամավորների համար եւ ըստ այդմ նաեւ կառավարության անդամների համար։ Ես նկատի ունեի նաեւ սահմանադրության այդ դրույթի փոփոխելիության ստատուսը վերանայման ենթակա է, թե ոչ։ Այս բան չենք քննարկել, բայց գիտեք, մենք մի հանգամանք ենք քննարկել, արդյոք պետք է ճկունությունը պահպանենք սահմանադրության փոփոխության եւ այս պահին հստակ որոշում չունենք, բայց գոնե մենք առաջարկել ենք քննարկել ավելի կոշտ մոտեցումները, օրինակ հնարավորություն ենք առաջարկել փոփոխություններն իրականացնել երկու գումարման ազգային ժողովների կողմից, որպեսզի հեշտ փոփոխություններ հնարավոր չլինի իրականացնել, բայց սա թեզ է, որը դեռ չի քննարկվել, կքննարկվի ապագայում։